Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 3։ Ով կա ձեզանում Տերիցը վախեցող, նրա ծառայի ձայնին լսող, որ գնում է խավարումը և ճառագայթ չունի, թող նա ապավինի իր տիրոջ անվանը և իրան գցի իր Աստծո վրա։ Եսայի 50:10 խոսք։ Քրիստոնյան պետք է շարունակի իր ճանապարհը դեպի երկինք, չնայելով այն բոլոր գայթակղություններին ու խոչընդոտներին, որոնք Աստծո ճանապարհի վրա են գծվում հավատուրացության և կեղծ հավատացյալների ամոթալի անկումների պատճառով։ Եկեղեցում միշտ էլ եղել են այնպիսի մարդիկ, որոնք իրենց տխուր շեղումներով, թե ուսմունքի, թե վարքի մեջ, գայթակղության քար են դրել հավատքի ճանապարհին։ Թույլ քրիստոնյաները հաճախ կանգ են առնում այդ քարի առաջ, ինչպես մարդիկ կանգ էին առնում ասաելի արյունոտ մարմնի մոտ, չիմանալով, թե արդյոք կարող են ռիսկի դիմել ավելի առաջ գնալ իրենց խոստովանության մեջ, տեսնելով, թե ինչպես են նրանք, որոնց շնորհներով նրանք այդքան հիանում էին, ընկած են իրենց առջև թաթախված իրենց սպանված խոստովանության արյան մեջ։ Նրանք, ովքեր մի ժամանակ նախանձախնդիր հավատացյալներ էին, դառնում են կատաղի հալածիչներ։ Նրանք, ովքեր խստորեն կատարում էին կրոնական պարտականությունները, վերածվում են անհավատ ու անաստված մարդկանց։ Նրանք այլևս այնքան էլ նման չեն այն մարդկանց, ինչպիսին եղել էին տարիներ առաջ։ Ասես Սոդոմի հովիտը, որն այժմ ճահիճ ու տիղմ է դարձել, նման չէ այն փարթամ վայրին, որն իր բերիության պատճառով մի ժամանակ համեմատվում էր Տիրոջ պարտեզի հետ։ Մեզ սուրբ վճռականություն է պետք նման փորձություններին դիմակայելու և չհուսահատվելու համար։ Ինչպես Հեսուն, ով ապրեց և տեսավ, թե ինչպես ամբողջ իսրայելական ճամբարը մի քանի բացառությամբ իրենց սրտով վերադարձան Եգիպտոս, բայց անսասան հոգով նա հավատարիմ մնաց, որոշում կայացնելով, որ նույնիսկ եթե իր հետ ոչ մի մարդ չմնա, նա շարունակ ծառայելու է Տիրոջը։ Քրիստոնյան պետք է վստահի Տիրոջը նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե Աստված հեռացել է կամ թաքցրել է իր ներկայությունը։ Նա, ով քայլում է խավարի մեջ և լույս չի տեսնում, թող վստահի Տիրոջ անվանը և ապավինի իր Աստծուն։